Արարատյան խոհանոցն է եթերում հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ կրկին միասին ենք, հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք կարծում ենք, որ ձեզ կհետաքրքրեն եւ ինչու՞ չէ կլրացնեն նաեւ ձեր ընտանեկան կերակրացանկը։ Այսօր այս գործում ինձ օգնելու է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության համակիր եւ Գարեջրի ակադեմիայի հիմնադիր մեր լավ բարեկամ Արմեն Ղազարյանը։ Ողջույն Արմեն ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Արտակարգ։ Շատ լավ է, որ տրամադրությունը բարձր է եւ եթե տրամադրությունը բարձր է, ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ լավ համադրություններ, ինչ լավ կերակուրներ այսօր պիտի պատրաստենք։ Խնդրում եմ նշել, թե ինչ ենք պատրաստելու եւ ինչ բաղադրություն ունի այդ կերակրատեսակը։ Այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր մի ուտեստ, որը լինելու է ոչ թե տաք ուտեստ, այլ ինքը լինելու է տաք տեսակի, ուղղակի նա տրվելու է միջև տաք ուտեստ, այսինքն նախուտեստ։ Տաք նախուտեստ կամ ընդհանրապես սառը նախուտեստ։ Չէ, տաք նախուտեստ։ Տաք նախուտեստ։ Շատ լավ։ Տաք նախուտեստի համար մեզ պետք է տավարի փափուկ ազդրամիս, որը մարինացված է նախօրոք, համապատասխան գարեջրի մեջ են համված, այս դեպքում նաև ունենք մենք սոյայի սոուս։ Գարեջուր սոյայի սոուս։ Աղ, մի փոքր շատ չէ, որովհետև մեր ուտեստը նաև լինելու է մի փոքր ինչ քաղցրահամ, մենք օգտագործելու ենք սև սալորաչիր դրա համար, օգտագործելու ենք նաև հայկական կարմիր անապակ գինի, օգտագործելու ենք կատնային սերուցք, ընկույզ, նույն ընկույզը աղացած վիճակում եւ մեզ նաեւ պետք կգա կարակ տապակելու համար։ Մի փոքր պետք է տապակենք։ Շատ լավ։ Հիմա առաջնային քայլը, որը պետք է անենք, երևի թե պետք է միացնենք գազօջախը։ Ամենաուժեղին, ուժեղ։ Պետք է ավելացնենք ջուր եւ փորձենք խաշել այս պատրաստված միսը արդեն մարինացված սոուսը։ Այո։ Ուտեստի անուն հենց այդպես է կոչվում է մսի նրբահամ խորանարդիկներ։ Խորանարդիկներ։ Այո, ինքը վերջնական իր տեսքը նույն ձև ունենալու է խորանարդի տեսքով։ Շատ լավ։ Պետք է սպասենք մոտավորապես 20-25 րոպե։ Լրիվ պիտի խաշվի, թե լրիվ պետք է խաշվի։ Լրիվ պետք է խաշվի։ Լրիվ պետք է խաշվի։ Շատ լավ, մենք կսպասենք այդ 25 րոպեն, այնուհետև պատրաստ լինելու դեպքում կշարունակենք այլ ջերմային մշակում։ Այո։ Մենք համեմված հորթի փափկամիսը, որ համեմված էր աղով, պղպեղով եւ հատուկ սոուս գարեջրի եւ սոյա սոուսի խառնուրդից ստացված, խաշեցինք 25 րոպե։ Հիմա մեզ հարկավոր է արդեն երկրորդ այսպես փուլը։ Երկրորդ փուլը Ընտրեմ այստեղ։ իսկացան Դիտապակենք, այո։ վերցնում ենք թավա, տապակը եւ անցնում ենք երկրորդ մսի երկրորդ ջերմային մշակման։ Այո, այսպես ասած փոփոխման։ Մեզ պետք է այստեղ կարակ, եթե խնդրեմ ինձ պատարակավ կամ գթալ կտակ։ Խնդրեմ։ Մի փոքր սպասենք թավան տաքանա։ Այո։ Նոր ավելացնենք կարակը անպայման։ Պիտի տապակենք եւ սալորաչիրը ամբողջական պիտի լինի, թե կտրատենք։ Ամբողջական սալորաչիր ամբողջական է լինելու։ Ընկույզը նույնպես ամբողջական։ Մինչ կտականա, ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Արմեն Ղազարյանը 2015 թվականի 7-րդ Խորվաթի համահայկական փառատոնի բացարձակ հաղթողն է եւ հաղթելու արդյունքում ստացավ այս գեղեցիկ արցանիկը խոհարարի մի ձերքին գարեջուր, հա։ Այո, երևի տակառ։ Մեկ ձերքին։ Համենայն դեպս ինքը ինձ հիշեցնում է շատ ծանոթ ինձ մի անձնավորությամբ։ Այո։ Այո։ Միգուցե։ Մենք գիտենք ում մասին է։ Այո։ Տաքացավ արդեն, կարակը կարող ենք ավելացնել։ Մոտ 15-20 գրամ կարակ մեզ անհրաժեշտ կլինի։ Այսպես։ Թող հալչի։
Այնուհետև պետք է ավելացնենք ընկույզը եւ սալորաչի։ Սկզբից մրգելն ենք։ Այո։ Միրգ եւ ընդեղեն, եթե ընդեղեն այս, չգիտեմ, ճիշտ եմ ասում։ Ընկույզը։ Ոչ, ընդեղենը դա հատիկավորներն են, սիսեր, ոսպ։ Այսինքն Ընկուզեղեն, այո, ընկուզեղեն։ Տարբեր տեսակի ընկուզեղեն։ Ժամանակն է սալորաչի։ 9 10 Եվ ընկուզեղենը պատասխան։ 10 տատել ընկույզ։ Ընկուզը մի փոքր շատ կարող է լինել։ Թող տապակվի։ Երկրորդ տեղում երևի թե գալիս է արդեն տավարի միսը։ Այո։ Աշխատում եմ խոս շատ չօգտագործել։ Որակական հատկանիշներով, այո, գարան մսին հավասարը չկա։ Չկա։ Գարան մսի հետ օգտագործել եմ ոչ թե ուղի, ոնց որ վերջին 70 տարում, այլ մեր հայկական, այո, չուչե անապակ երևի թե սեղանի գինին։ Այո։ Ահա։ Սա հիմա դատարկում ենք։ Արդեն պատրաստ է ինքը։ Այսինքն մենք պիտի խավարտավորենք ուղղակի, թե միսն էլ պիտի կեղևապատենք, այո։ Միսը հեսա։ Միսը նորից փորձենք նույն ձև, նույն ռեժիմում եւ նույն կարող ենք այլ ապսել։ Ես երևի թե գթալից օգտվեմ հիմա։ Այո։ Խնդրեմ։ Այո։ Այո։ Եվ նույն տապակի մեջ շարունակում ենք տապակել Այո, նույն միսը։ տապակի մեջ ավելացնում ենք եւս մի քիչ կարագ։ Սկանը։ Մենք շատ քիչ ենք միսը տապակելու։ Չին։ Կեղևապատելու մի քիչ, քանի որ դա արդեն խաշված է։ Խաշված ու բավականին լավ է խաշված, ինքը պետք է որ հալ չի եւ ուժ գործադրելու կարիք չպետք է որ լինի։ Այս փուլից հետո սկսվում են ձեռքի աշխատանքի տեխնիկության փուլը։ Այո։ Այո, սա արդեն դնում ենք տախտակի վրա, որովհետև մենք պետք է գործողություն անենք, ինչպես եւ ոնց է քանդվում։ Մենք պետք է ալկոհոլից զատենք գինին, որ սուր ալկոհոլային համեր մեր սննդին չտա։ Կա եւս մեկ տարբերակ գինին զատելուց ալկոհոլից, դա գոլոշու լոգանքն է, այսինքն վերցնում եմ մի մեծ ավելի կացավ, որը Ջրային բաղնիկ, այո, Վադանյանը բանյա։ Այո, եւ դրա վրա նոր փորձում ենք հասցնել մինչեւ 70-80 աստիճանի։ Հիմա մենք ավելացնում ենք կաթնասերը։ Այո։ Մի փոքր խառնում ենք։ Նորից հիշեցնենք, որ գինին խառնված էր սոյա սոուսի հետ, թե ոչ։ Չէ, գինին ուղղակի գինի էր, մենք սոյա սոուս օգտագործել էինք մսի Նախնական մշակման ժամանակ, այո, որը մեզ պետք է գալու արդեն վերջում մատուցման ժամանակ։ Մատուցման ժամանակ։ Հիմա այս խորանարդիկները մենք փորձում ենք կտրել շատ նուրբ, որովհետև իրանք Չքանդվեն։ փխրվում են, այո։ Փորձում ենք կտրել հյուսվածքի ուղղությամբ, սա կկտրենք երևի թե այսպես, ինքը արդեն կտրված է։ Հիմա սկսում ենք արդեն հավաքել, այսպես ասած։ Առաջնային հիմնական հիմքը, այսպես ասած, ֆունդամենտը դա միսն է, հետո սալորաչիր, հետո անգույս, հետո միս, հետո հայտիկ։ Սառը նախուտեստ, տաք նախուտեստ։ Տաք նախուտեստ, այո։ Անգույս։ Անգույսը բավականին բովվել է, որ նաև հետարքիր Համը, այո։ համ տա, այսպես,
Այս ինչ որ մնացել է։ Այս ամբողջը մենք 60 Նորից մատուցում ենք։ համար, այո։ Պատվիրողինն է, իհարկե։ Այո։ Եվ Ամենահիմնական մասը։ այս ամենը զարդարում ենք Գինու, ընկույզի եւ կատնասերի սոուսով։ Այսպես։ Այո։ Ես ուտեստ իդեպ ասեմ, որ շատ սիրում են եւ հավանում են գեղեցիկ սերի ներկայացուցիչները։ Այսինքն մենք տգեղ սերի ներկայացուցիչներս չենք սիրում։ Ոչ, այդպես չի, բայց համենայն դեպս կանանց քիմքին երևի թե սա շատ հաճելի է եւ Կանայք ընկույզ շատ են սիրում։ այո։ Վերջում երևի թե եթե ձեր մոտ, մեր մոտ չէր մնացել, բայց կարող եք մի փոքր եւս աղացած ընկույզ անել եւ կարելի ասել վերջ։ Եվ այսպես անել եւ մատուցել լայն ժպիտով։ Այո։ Ապրես դու Արմեն ջան, շատ ուրախ եմ, որ նորից մենք միասին ենք։ Եթե դու ունես առաջարկներ եւ խորհուրդներ մեր հեռուստադիտողներին, նրանք համակ ուշադրությամբ լսում են։ Կուզեմ ցանկանամ, որ բոլորդ լինեք ուշադիր ձեր ծննդակարգին, ձեր նկատմամբ եւ ձեր շրջապատող մարդկանց նկատմամբ։ Եղեք բարի, միշտ ժպտացեք, հաճախ հանդիպեք ձեր ընկերների շրջապատում ու ընկերների հետ միշտ խմեք շատ գարեջուր։ Կարևորը լավ գարեջուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այո, իրոք որ հարկավոր է որ մենք միշտ ժպտանք եւ հարկավոր է որ մենք լինենք բարի մեկս մյուսի նկատմամբ։ Ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Արմենին, ցանկանամ որ շարունակի այդպես եւ ստեղծագործի եւ պատրաստի եւ նաեւ խորհուրդները հիմա կարեւոր են եւ այդ կերակրատեսակի միջոցով նաեւ թող փոխանցվի նրա բարությունը մեզ բոլորիս։ Ապրես, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր այսօրվա համար։ Նախատեսված ուզում եմ հրաժեշտից առաջ ինչպես միշտ ցանկանալ, որ բոլորս լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ողջ ներուք։ Նրբահամ խորանարդիկներ, տավարի միս 150 գրամ, ընկույզ 60 գրամ, սալորաչիր 50 գրամ, կարագ 30 գրամ, կատնային սերուցք 50 գրամ, աղացած ընկույզ 30 գրամ, աղ, բարյախորժակ